Շատ հաճախ, այո, հոգեբանական գործոնները շատ մեծ դեր ունեն, որ կանայք կամ տղամարդիկ դիմում են դավաճանության։ Պատկերացումները հասարակությունում, որ կանայք չեն դավաճանում, իրականությանը բացարձակապես չի համապատասխանում։ Ես միշտ ասել եմ, կինը հիմնականում հանդուրժում է դավաճանությունը մենակ այն պարագայում եւ այստեղ կա ինչ-որ մի շահ։ Պետք է գոնե մարդիկ տարական պատկերացումներ ունենան թեկուզ թե իրանց սեռական կարիքների մասին։ Կան կանայք, ովքեր ոչ թե մեկ անգամ են վերականգնել կուսաթաղանթար, 2-3, երբեմն 4, այնտեղ առավել եւս վերականգնելու տեղ չի մնացել։ Տեսակետը, որ երբեմն տղամարդիկ ասում են, ոչինչ թող չիմանա, ես նրան 0-ից կսովորացնեմ ամեն ինչ բան, դա իրականության հետ բացարձակապես կապ չունի։ Ողջույն, դուք գտնվում եք Տաբուի YouTube-յան հարթակում։ Եթե դեռ չեք հասցրել բաժանորդագրվել մեր ալիքին, ապա հենց հիմա դա արեք, հատկապես այս զրույցը լսելու համար, որտեղ այսօր խոսելու ենք շատ բաների մասին, որոնք երբեմն մարդիկ խուսափում են բարձրաձայնել, խոսում են կամ իրար հետ, կամ խոսում են խոհանոցներում, կամ իրենց սենյակներում եւ տներում, բայց այսօր ես հրավիրել եմ մի մարդու, ում հետ շատ հանգիստ կարող ենք քննարկել բազմաթիվ թեմաներ։ Այսօր իմ հյուրն է բժիշկ սեքսոլոգ Անդրոնիս Ղարիբյանը։ Բարև ձեզ։ Բարև։ Շատ ուրախ եմ, որ համաձայնեցիք զրուցել ինձ հետ եւ անկեղծ պիտի լինեմ։ Ես վաղուց մտածում էի, որ մենք պիտի անպայման հանդիպենք Տաբուի շրջանակում, բայց մեր զրույցից հետո ռադիոյում իմ հետևորդները անդադ գրում են, ինչու չեք հրավիրում տաղավար, եւ ես ասացի, որ իսկապես ես էլ ցանկություն ունեմ, հիմա ուրախ եմ, որ դուք այստեղ եք եւ միանգամից ուզում եմ ձեզ այս հարցը տալ։ Երբ մենք խոսում ենք, դուք ասացիք, որ ձեզ եւ տղամարդիկ են դիմում եւ կանայք, բայց եթե չեմ սխալվում, կանայք ավելի շատ են դիմում։ Եթե անգամ ոչ, ես այսպեսի մի հարց ունեմ, որն է այն թեման եւ արտահայտությունը կամ հարցը, չգիտեմ, որ հաճախ լսում եք կանանցից, երբ գալիս են ձեզ մոտ, ինչի մասին են ավելի շատ հարցնում ձեզ կանայք։ Ամենահաճախը թերևս որ չունեմ սեռական հաճույք, չունեմ սեռական ցանկություն, ունեմ ցավ հարաբերության ժամանակ, երկար ժամանակ ձևացրել եմ, որ ունեմ հաճույք եւ օրգազմ, ինչպես նաեւ հարաբերություններում ինձ զգում եմ միայնակ կամ լքված։ Փաստորեն այս խնդիրը մեր հասարակությունում իսկապես կա։ Որոշել եմ եւս մեր զրույցը մի փոքր տանել նաեւ մի թեմայով, որը շատ արդիական է՝ դավաճանություն։ Վստահ եմ հաստատ ձեզ մոտ այդ թեմայով են շատ գալիս հատկապես կանայք, գիտեմ, որ տղամարդիկ են դավաճանվում, բայց երևի թե դեռևս կանանց մոտ այս խնդիրը ավելի սուր է։ Նախ որպես բժիշկ սեքսոլոգ եւ այսքան տարիներ նման մարդկանց հետ շփված անձնավորություն, կարող եք տալ կանոն։ Ինչն է դավաճանությունը։ Որն է համարվում։ Կարճ փորձեմ նկարագրել, դավաճանությունը դա երկու անձանց միջև առկա պայմանավորվածության միակողմանի կամ երկկողմանի խախտումն է առանց դիմացինին տեղեկացնելու։ Դա լինի զույգային հարաբերությունների ֆորմատում, դա լինի զինվոր եւ հայրենիք ֆորմատում, մի խոսքով կան երկու մարդիկ կամ միգուցե նաեւ ոչ երկու մարդիկ, ավելի շատ մարդիկ, ովքեր որ ունեն պայմանավորվածություն, բայց այդ պայմանավորվածությունը խախտում են։ Ուսումնասիրություններից մեկի համաձայն մշտական զուգընկեր ունեցող 30-40 տարեկան կանայք խոստովանել են, որ գործնական եւ մի քիչ ավելի խորը հոգեկան կապն ու հարաբերությունները գործընկերների հետ շատ նուրբ սահմանագիծ ունեն։ Հարցվածներից շատերը համաձայն են, որ հոգեբանական դավաճանության այս զգացողության համար ֆիզիկական մերձեցումը բարձրացած կարևոր չէ։ Ինչ է կարծում այս թեմայով։ Երբ է այդ սահմանագիծը հատվում եւ արդյոք մարդն ի վիճակի է պահել այդ սահմանագիծը։ Երբեմն պետք է հաշվի առնենք, որ հոգեբանական մերձեցումից հետո կարող է նաեւ լինել սեռական մերձեցում եւ հոգեբանական մերձեցումը դա լինել ամենաառաջին ծանոթությունը։ Երբ որ մենք խոսենք երևի թե դավաճանության գործոնների մասին, թե ինչն է դրդում մարդուն այլ հարաբերություններ փնտրել, այլ կապեր ունենալ, այստեղ նաեւ պետք է իհարկե առանձնացնել սեռական հարաբերությունը սիրո դրսևորումից, որովհետև իրականում կարող է նաև լինել սեռական հարաբերություն առանց սիրո դրսևորման եւ հակառակը, բայց իհարկե մենք խոսում ենք այն մասին, եթե մարդու մոտ առկա է եւ սեր եւ սեռական հարաբերություն տվյալ մարդու հետ, ապա դա կլինի իդեալական տարբերակ։
Շատ հաճախ, այո, հոգեբանական գործոնները շատ մեծ դեր ունեն, որ կանայք կամ տղամարդիկ դիմում են դավաճանության, այսինքն կապեր են փնտրում, դա լինի սեռական, դա լինի հոգեբանական մերձեցում եւ այլն։ Եվ շատ կարեւոր է, որ տվյալ անձը լսվի, հասկացվի իր պարտների կողմից։ Միգուցե մի քիչ նաեւ տարական բաների մասին եմ խոսում, բայց բերեմ օրինակի համար մի օրինակ։ Կինը դուրս է գալիս առավոտնից, խոսում է իր խնդիրների մասին, ամուսնու հետ փորձում է քննարկել, որ ինքը տրամադրություն չունի, որ ինքը միայնակ է զգում եւ այլն, եւ ամեն անգամ ստանում է ինչ-որ մի պատասխան, որ ոչինչ չկա, խնդիրը քո մեջ է, փորձի փոխվես եւ այլն եւ այլն։ Տվյալ կինը գնում է գործի եւ արդեն աշխատավայրում հանդիպում է տարբեր մարդկանց, ով ավելի հետաքրքրված են, ովքեր որ լսում են իրեն, ովքեր իրեն ուշադրություն են դարձնում, ովքեր փորձում են մեղմացնել իր տառապանքը, լուծումներ են առաջարկում եւ այլն, եւ այո, ժամանակ առ ժամանակ այդ ամեն ինչը դրդում է կանանց, որպեսզի նրանք նաեւ ունենան որոշակի հոգեկան բավարարվածություն, ուշադրություն դարձնել տվյալ տղամարդուն, ինչի ոչ, տեսնեն տարբերությունը իրենց կողակցի եւ այն տղամարդու միջեւ, ով որ շատ հոգատար է, ով որ շատ ուշադիր է, եւ այո, տվյալ հարաբերությունները կարող են զարգանալ ընդհանուր մինչեւ սեռական կապ եւ այլն։ Այսինքն այստեղ որ մենք խոսում ենք, պատճառները բազմաթիվ շատ են, սկսած սոցիալական, տնտեսական, ֆինանսական եւ այլն։ Դավաճանության հիմքում շատ բազմագործոն տարրեր են Այո։ Այ երբ որ դուք տվեցիք մի փոքրիկ սահմանում, հիմա ուզում եմ հարցնել։ Ասացիք, որ երբ որ դիմացինի երկու կողմ համաձայնության են գալիս եւ մեկը խախտում է այդ համաձայնությունը։ Բայց այդ համաձայնության մեջ չի մտնում, չէ՞, որ մեկը նրանցից իրավունք չունի, օրինակ, ֆլիրտ անել, այսինքն ինչ որ մեկի հետ այդ հոգեկան բավարարվածությունը ստանալ։ Հետաքրքիր է, կա այդպիսի ուսումնասիրություն, ընդհանրապես այդ ֆլիրտը համարվում է դավաճանություն, թե դա մարդկանց իրենց որոշելու գործն է։ Տեսեք, ինչքան էլ մենք որոշենք սահմանումներ տալ, իհարկե մենք չունենք ինչ-որ մի համաձայնագիր, որի շրջանակում պետք է զույգերը որոշեն, թե մինչև որ կետն է կարելի եւ որ կետը չի կարելի, դա ավելի շատ թողնում ենք նրանց ազնվությանը եւ հայացողությանը։ Եթե իրականում լինի մի մարդկային տիպ, ով ուղղակի ֆլիրտով բավարարվի, կարծում եմ ընտանեկան խնդիրներ որպես կանոն չեն առաջանա։ Եթե առավել եւս տվյալ կինը ինքնավստահ է, հասկանում է թե իր ամուսինը միջև որ կետը կարող է գնալ եւ այլն։ Իհարկե այստեղ կան նաեւ կանայք, տղամարդիկ, ովքեր որ անգամ մի փոքր ֆլիրտային վիճակից կարող են տրագեդիա սարքել եւ անգամից պատկերացրել բոլոր հնարավոր զարգացումները։ Չնայած որ այդ ամեն ինչը իր մեջ չի ներառում եւ տվյալ անձը անգամ չի էլ փորձել ֆլիրտային վիճակը զարգացնել։ Դա մի քիչ շատ անհատական մոտեցում է պահանջում զույգերի շրջանակում, այնպես որ միանշանակ չեն կարող ասել ֆլիրտի հենց ինչա ներկայացնում։ Ես այստեղ փորձել եմ նաև հանել երկրներ, որտեղ դավաճանությունը շատ տարածված է եւ պարզվում է, որ Թայլանդի ամուսնացած բնակչության կեսից ավելի խոստովանել է, որ գոնե մեկ անգամ դավաճանել է իր զուգընկերոջը։ Դանիայում 46%-ն է խոստովանել, որ այդպիսի կողմնակի կապեր ունեցել եւ ետ չեն մնում նաեւ Գերմանիան եւ Իտալիան, որտեղ կազմում է 45%։ Այ հետաքրքիր է Հայաստանում կա նման հարցում անցկացված, ես ինչքան էլ փորձեցի չկարողացա գտնել եւ եթե չկա, հարցիս երկրորդ մասը ձևակերպեմ։ Ամեն դեպքում, եթե դուք փորձել եք ինչ որ չափով ձեր այցելուների շրջանակում անցկացնել այդ ձեր մտքում այդ հաշվարկը, ամեն դեպքում Հայաստանում որքան է դա կազմում եւ ովքեր են առաջին հորիզոնականում տղամարդիկ թե կանայք դավաճանության գծով։ Եկեք թվերով չխոսեմ, բայց ռադիոյում էլ մեր զրույցի ժամանակ ես ասացի, որ վերջին շրջանում կարծում եմ ավելի քիչ են դավաճանության դեպքերը, քան օրինակի համար մի 20 տարի առաջ էր, որտեղ որ ժամանակահատվածում սիրուհի ունենալը որպես կանոն շատ մոդեռն մի բան էր եւ բոլոր մարդիկ, ովքեր որ ունեն հնարավորություն, հպարտանում էին իրենց սիրուհու գոյությամբ, ինչը որ վերջին տարիներին այդքան է հաճախ չի։ Ամենայն հավանականությամբ ինձ դիմաց պացիենտների մեջ ավելի հաճախ դավաճանում են տղամարդիկ, բայց նաև կանայք էլ քիչ չեն,
այն պատկերացումները, որ միշտ մեր հասարակությունում առկա է, որ տղամարդը դավաճանում է, իսկ կինը ոչ, կարծում եմ իրականության չի համապատասխանում, որովհետև շատ կանայք են դիմում, որ այո, մենք ունեցել ենք արտամուսնական կապեր, կամ մենք միասին ենք, բայց ես միևնույն ժամանակ ունեցել եմ տարբեր կապեր եւ դա էլ է բավականին տարածված թվեր չեմ կարող ասել, բայց ամենայն հավանականությամբ այն պատկերացումները հասարակությունում, որ կանայք չեն դավաճանում, իրականությանը բացարձակապես չի համապատասխանում։ Այլ բան, որ կանանց դավաճանման հիմքերը երբեմն մի փոքր այլ են։ Միգուցե լինի այն, որ տվյալ կինը բավականին երկարատև լքված է եղել, բավականին երկարատև արժանի ուշադրությանը չի արժանացել եւ այլն, եւ հիմնականում նաեւ շատ կանայք իրականում սկսում են դավաճանել, ինչի՞ չէ նաեւ ավելի հասուն տարիքում։ Երբ որ հասկանում են, որ այլևս ամեն ինչ կորցրել են, չկա սեր, չկա հոգատարություն, ունեն պարտնյոր, բայց տվյալ պարտնյորը իր հերթին ունի այլ պարտնյորներ եւ այլն, իրենց մեջ խիզախություն են գտնում, չգիտեմ դա խիզախություն է թե ինչ։ Այո, ես եւ որոշում են, որ նրանք պետքա արդեն իսկ իրանց կյանքի մնացած տարիները ապրեն սիրո դրսևորման մեջ։ Իրականում այդ հարցը պատրաստել էի, որ երբ որ կանայք օրինակ որոշում են 40-ից հետո դավաճանել, դա ավելի շատ գալիս է վրեժ խնդրությունից, թե ուղղակի ինքնագնահատականն է փոխվում եւ նրանց եսը արդեն կյանքի փորձի հետևանքով առաջ է մղվում։ Երկու տարբերակն է կա, բայց նաեւ շատ է իրականում այդ վրեժ խնդրության գործոնը, որ այսքան տարի ես եղել եմ լքված, դավաճանված, հիմա իմ ժամն է հասնացել։ Դա կա իհարկե նաև այստեղ կարևոր նաև ինքնագնահատականի բարձրացումը, երբ որ տարիների ընթացքում կինը սկսում է իրան գնահատել, ինչու՞ չէ նաև ստանում է որոշակի կրթություն, ֆինանսական վիճակն է բարելավում, ամուսնու կախվածություններից սկսում է ազատվել եւ որոշում է իր սեփական կյանքը տիրապետել։ Եվ հասկանում է, որ այլևս իմաստ չկա կախվածության մեջ գտնվել ավելորդ։ Եվ հակառակը մենք տեսնում ենք շատ կանայք, ովքեր որ ստիպված են լռել, որովհետեւ չունեն տեղ գնալու, ունեն երեխաներ, նրանց հայրական ընտանիքում իրենց չէ սպասում որպես կանոն, եւ նրանք ստիպված են տարիներ շարունակ ենթարկվել եւ բռնության, եւ կտտանքների եւ այլն, ինչի իհարկե շատ սարսափելի ցավալի երևույթ է։ Եթե դավաճանությունը լիներ հիվանդություն, այս հարցը գուցե մի քիչ հումորային է, բայց հետաքրքիր է ինչ կպատասխանեք։ Եթե լիներ հիվանդություն, ապա որոնք կլինեին առաջին սիմպտոմները, որից արդեն կարելի է մտածել, որ խորանալու է այդ հիվանդությունը։ Անտարբերություն զուգընկերոջ նկատմամբ, անտարբերություն, անուշադրություն եւ ավելի շատ սվերված այլ տիպի կապերի փնտրտուքի ուղղությամբ։ Շատ կարևոր թեմա է, ուզում եմ շարունակենք ինքնագնահատականը կանանց։ Երբ նրանք հանդուրժում են շատերը, իմանալով, որ կա նաև այլ կին կամ գուցե այլ կանայք, բայց հանդուրժում են իրենց ամուսնու այդ դավաճանությունը։ Ես միշտ ասել եմ, կինը հիմնականում հանդուրժում է դավաճանությունը մենակ այն պարագայում եւ այստեղ կա ինչ-որ մի շահ։ Այս շահը կլինի ֆինանսական կամ այլ տեսակի, կամ միգուցե ինքը իր հերթին ունենա նաև այլ պարտնյոր, երևի թե շահը կլինի դա։ Մնացած ցանկացած պարագայում դավաճանությունը շատ ցավեցնող երևույթ է եւ կնոջ համար եւ տղամարդու համար։ Ինքնագնահատականը այդ ամեն ինչում ունի անմիջական դեր։ Օրինակ, թերևս բերեմ իմ պրակտիկայից դեպքեր, որոնք հիմնականում որոշակի հիվանդությունների հետ են կապված։ Այն թեման, որից որ շատ եմ սիրում խոսել, հիմնականում վագինիզմի դրսևորումների, երբ որ զույգը ապրում է մոտավորապես 4-5 տարի միասին, եւ կինը հասկանում է, որ ինքը չի կարող ունենալ սեռական հարաբերություն, եւ բնականաբար ունենում է շատ ցածր ինքնագնահատական, որ ինքը անկարող է, չի կարող ինչ-որ մի բան ձեռնարկել, չի բավարարում իր ամուսնուն, ամուսինը միշտ ունի որոշակի կարիքներ, որոնք անբավարարված են մնում, կինը այդ ինքնագնահատականի ցածր վիճակից ելնելով երբեմն ինքն է դրթում ամուսնուն, որ գնա, բավարարի քո կարիքները, դու մեղք ես, ունես սեռական բարձր ցանկություն եւ այլն։ Կան բավականին շատ։ Եվ երբեմն նաեւ նրանք ասում են, թող ինչ ուզում անի, մենակ թե հետ այդ թեման չբացի, չքննարկի, որովհետեւ մենք համակերպվել ենք, որ մենք չենք կարող ունենալ սեռական հարաբերություն։ Այդ կանանց ես միշտ առաջին օրը ասում եմ,
Մենք ընդհանրապես կսպասենք 1 ամիս, դուք կբուժվեք եւ կտեսնեք թե ինչ եք բերում ձեր ամուսնու գլխին։ Այսինքն դա այլևս չեք հանդուրժի երբևէ։ Դա իհարկե կանանց համար շատ ցավալի թեմա է, անգամ այն կանայք, ովքեր որ ամուսնուն ասում են գնա ինչ որ մեկի հետ հարաբերություն ունեցի, դա տվյալ կանանց ռեալ ցանկությունը չի, ուղղակի իրանք չգիտեն թե ինչ տիպի փորձեն ապահովել ամուսնու սեռական կյանքը կամ չգիտեն որոշակի բավարարվածությունը առավելևս այն զույգերի մոտ օրինակ տվյալ խնդիրը հիմա մոտավորապես 10 տարի։ Իհարկե նրանք երբեմն իրենց տված խորհուրդների շատ վատ են զգում, երբեմն տեսնում են թե ամուսին ինչ ռեակցիաներ կտա այդ ամեն ինչին, բայց միևնույն ժամանակ դա նրանց ռեալ ցանկությունը չի։ Հետաքրքիր է, դա արդեն չեմ կարծում, որ ինքնագնահատականի հետ է կապված, այլ գուցե ինչ որ հիվանդագին սիրո եւ կապվածության հետ, եթե դու փոխարենը լուծես քո խնդիրը, ինչու բժշկի չեն դիմում, վախում են բժշկից անգամ։ Միանշանակ, որովհետև երբ մենք օրինակ խոսում ենք տվյալ դեպքի հետ կապված, տվյալ կանայք կարող են ունենալ սարսափելի վախեր։ Երբեմն նաև դիմում են որոշակի բուժ հաստատություններ, որոշակի զննումների են անցնում, որը ավարտվում է շատ վատ, տեղի ունենում ուշաթափություն, որտեղ տվյալ բժիշկը չգիտի թե ոնց պետք է մոտենա տվյալ պացիենտին եւ որոշում առաջին այցի ժամանակ իրականացնել գինեկոլոգիական հալիներով որոշակի զննումներ եւ այլն, եւ ավելի են հիասթափվում եւ ասենք խնդիր լուծելու փոխարեն այլ լուծումներ են առաջարկում, որը խելամիտ չի։ Օրինակ հիմա չգիտեմ, գնա խմի 1 բաժագինի եւ ամեն ինչ լավ կլինի քո կյանքում։ Շատ կան անիմաստ խորհուրդներ եւ այո, կան կանայք առավելևս, ովքեր սարսափում են բժշկի դիմելուց, առավելևս այն կանայք, ովքեր որ ենթարկվել են միգուցե սեռական բռնության եւ այլն, կան։ Եվ իրականում ես շատ եմ տեսնում, որ կանանց տարբեր խմբերում տվյալ կանանց շատ են բուլինգի ենթարկում, երբ որ մի կին գրում է, որ ինքը ունի ինչ-որ մի խնդիր, 7 տարի չի կարողանում հարաբերություն ունենալ, նույն կանայք հիմնականում գրում են, որ ամուսին չի, որ եթե սիրես անպայման լավ կլինի, դրա մեջ բան չկա, ընդհանրապես միշտ գինես խմու վերջ եւ այլն եւ այլն։ Կարող եմ ենթադրել, որ կանայք շատ հաճախ լռում են իրենց ցանկությունների, իրենց խնդիրների մասին, թե դա փոխվել է հիմա։ Էլի ձեր ստատիստիկայով եմ ասում, իրենց ցանկացած խնդրի մասին սեռական կյանքում, սեռական ոլորտում ավելի շատ լռում են, թե փոխվել է հիմա։ Դավաճանության հիմքում թաքնված սեռական կարիքների բավարարման գործոնը շատ մեծ դեր է խաղում եւ կանանց շրջանում եւ տղամարդկանց։ Շատ հաճախ կանայք երբեմն ավելի ամաչկոտ են, երբեմն սեռական հարաբերությունների մասին այդքան շատ պատկերացումներ չունեն եւ անգամ չգիտեն թե իրենք ինչ կարիքներ ունեն, դա էլ է շատ կարեւոր, որովհետեւ խոսում են որոշակի խնդիրների մասին, բայց իրենք էլ չգիտեն թե ինչ կարիքներ ունեն։ Եթե անգամ պատկերացնում են թե ինչեր են ցանկանում, չգիտեն թե ոնց դա պետքա հասկացնել պարտներին, որովհետեւ շատ հաճախ մտածում են, որ կարող են սխալ հասկացված լինել։ Եթե ինչ-որ մի բան ասեն, պարտները տվյալ ժամանակ կագրեսիվանա, այլ հարցեր կտա, իսկ դու որտեղից գիտես այդ ամեն ինչի մասին, եթե դու գիտես այդ ամեն ինչի մասին, միգուցե դու նաև ունեցել ես որոշակի սեռական կյանքի փորձ եւ այլն եւ այլն։ Եվ իրականում կան զույգեր, որոնք ապրում են բավականին երկար, բայց սեռական կարիքների մասին գաղափար չունեն։ Երբ որ տարական օրինակ բերեմ, ես կանանց հետ աշխատելու ընթացքում օրինակի համար կա օրգազմի խնդիր, ասում են, որ լավ կլինի, որ այս աշխատանքի ընթացքում, երբ որ դուք ունենում եք սեռական հարաբերություն, ցանկալի կլինի, որ դուք բացահայտեք նաև ձեզ։ Նորմալ է, երբ որ դու ամուսնու ներկայությամբ նաև օրինակի համար ձեռնաշարժությամբ ես զբաղվում։ Հիմնականում կարմրում են, ամաչում են, ես չեմ պատկերացնում ոնց եմ նրա ներկայությամբ եւ ես դա անելու, այսինքն կա կոնկրետ ամոթխածություն եւ այլն, որը զույգերի մեջ պետքա չլինի։ Ինչը շատ նորմալ է, հաշվի առնելով մեր երկար տարիների այդ սեռական դաստիարակության պակասը եւ չլինելը։ Այստեղից մի հարց ծագեց։ Երբ որ խոսակցություն է գնում, որ օրինակ դպրոցներում պետք է անպայման երեխաներին ինչ որ չափով նախապատրաստել դրան։ Մեծ աղմուկ է բարձրանում գրեթե միշտ։
ձեր կարծիքով երբվանից պիտի դա սկսվի, որպեսզի այդ պատկերը չունենանք, այդ դաստիարակությունը երեխաներին ինչ որ բան սովորեցնելը, տղամարդ դաստիարակելը, կին դաստիարակելը եւ ով պետք է դա անի։ Իրականում այդ թեմաները կարող է սկսել անգամ 5-րդ դասարանից։ Խնդիրը այն է, թե ովքեր կտրամադրեն տվյալ գիտելիքները եւ ինչ ֆորմատով, կարծում եմ ավելի շատ ծնողները եւ մնացածը վախենում են, որ կարող է դա իր մեջ ներառել որոշակի պորնոգրաֆիկ կոնտենտ, որը իհարկե չի նախատեսում, բայց նաև կա մտավախություն, որ մենք չունենք համապատասխան միգուցե մասնագետներ, ովքեր որ կկարողանան այդ թեմաները պաշարզևի ներկայացնել, հետեւաբար եթե մենք ունենանք հոգեբաններ դպրոցներում, ովքեր որ տեղյակ են այս ամեն ինչից, անցել են որոշակի վերապատրաստումներ, ապա մենք ոչ մի խնդիր չենք ունենա բացի դրականից։ Շատ հաճախ խոսելով դավաճանությունների մասին, մենք նաև խոսում ենք հոգեբանական դավաճանության մասին։ Նման հասկացություն ընդհանրապես կա թե ոչ։ Ես կարող եմ ասել, որ օրինակ կնոջ մոտ առաջին հերթին դա սկսում է հենց հոգեբանությունից։ Արդյոք դա կա եւ տարբեր է կնոջ եւ տղամարդու մոտ թե ոչ։ Կա միանշանակ եւ կանայք իրականում հոգեբանական դավաճանության ֆակտը ավելի ծանր են տանում երբեմն, քան տղամարդիկ, բայց որպես կանոն միշտ դավաճանության մասին տեղեկություն մենք իմանում ենք այն ժամանակ, երբ որ այդ ամեն ինչը վերածվում է արդեն ֆիզիկական, սեռական հարաբերության, որովհետև հոգեբանական դավաճանության պարագան որպես կանոն զույգերը այդքան շատ չեն կիսվում մեկը մյուսի հետ, կամ մտածում են, որ ուղղակի այդ թեման միևնույն է, չի բարձրաձայնվի, ոչ մեկ չի իմանա, հետեւաբար որպես կանոն այդքան շատ մեծ միգուցե ուշադրության չարժանանա։ Բայց հենց երթը հասնում է ֆիզիկական դավաճանության, դա արդեն այն կետն է, որով հստակ բացահայտվում է, թե ով ինչի ընդունակ։ Մենք անընդհատ խոսում ենք այդ մասին, որ պետք է պարզ եւ անկեղծ լինեն զուգընկերները, այսինքն ամուսիններ կլինեն, թե ուղղակի զուգընկերներ, ամեն ինչի մասին խոսեն։ Բայց արդյոք կան բաներ, որ պետք է մեկը չիմանա, գուցե չցանկանալով նրան ցավեցնել, գուցե ինչ-որ բաներից զերծ պահելով, կա այդ սահմանագիծը, թե պիտի ամեն ինչ պարզ իրար հետ անկեղծ, անգամ սխալը ասել եւ խոսել։ Տեսեք, նախ եւ առաջ պետք է սկսել են բոլոր դրական կետերը քննարկելուց, որովհետեւ եթե ինչ-որ մեկի հետ միություն ես կազմում, պետք չի միանգամից սկսել են բոլոր վատագույն կետերից, որը որ այդքան էլ ներկայանալի չէ, պետք է նախ եւ հասկանալ, թե տվյալ զույգի հետ դու ունես ապագա թե չէ։ Ես միշտ ասում եմ, ինչ սեռական կապերին անցնելը կամ ինչ հարաբերություն ստեղծելը պետք է գոնե մարդիկ տարական պատկերացումներ ունենան թեկուզ իրանց սեռական կարիքների մասին։ Այստեղ իհարկե ինձ շատ նեգատիվ կոմենտներ են գրում, որ դուք խթանում եք, որ բոլոր ունենան սեռական հարաբերություն, բոլոր կանայք կույս չլինեն, 10 հոգու հետ քնեն, հետո ընտրենում են, բայց խոսքը այդ մասին չի, խոսքը այն մասին է, որ տարական գաղափար սեռական կարիքների մասին պետք է լինի։ Եվ մենք շատ հաճախ հանդիպում ենք ինչ-որ մի վիճակ, երբ որ մի տղամարդ, ով ունի մոտավորապես 15 տարվա ակտիվ սեռական կյանք, ունի հստակ նախասիրություններ, չգիտես ինչի հասարակության ճշտման պայմաններում ամուսնանում է մի կնոջ հետ, ով կույս է, չունի բացարձակ ոչ մի գաղափար, թե ինչ բան է սեռական հարաբերությունը եւ ինչ պետք է անել, եւ ընդհանրապես մի քանի ամսվա սեռական կապի արդյունքում տվյալ տղամարդը սեռական կյանքից ամբողջովին հիասթափվում է, երբեմն ասում է, որ հա, օքեյ, հասկանալի է, ես իմ կնոջը շատ եմ սիրում, շատ համեստ կին է, շատ լավն է, երեխաների համար շատ լավ մայր է, բայց ես չեմ կարողանում ստանալ այն սեռական էներգիան, որը որ ես ունեցել եմ տարբեր հարաբերությունների ընթացքում եւ սկսում է ընտրել արդեն ամբողջովին այլ կապեր։ Այն տեսակետը, որ երբեմն տղամարդիկ ասում են, ոչինչ թող չիմանա, ես նրան 0-ից կսովորացնեմ, կդաստիարակեմ, ինչքան այդ ամենը մի քիչ շատ ծիծաղալի է, բայց հա ես նրան կսովորացնեմ ամեն ինչ բան, դա իրականության հետ բացարձակապես կապ չունի։ Մենք վերջում տեսնում ենք շատ դեպքեր, ես իմ սենյակում տեսնում եմ, որ տվյալ տղամարդը հստակ իր ձևակերպումով ու չի էլ կնոջը իր ցածրացնում, չի ասում, որ իր կինը վատն է, չի ասում, որ կինը վատ մայր է, նա ասում է, որ տվյալ կնոջից սեռական էներգիա չկա։ Եվ ինքը չգիտի ինչ պետք է անի։ Ոնց որ տվյալ տղամարդը պետք է ամեն ինչ սովորացնի, տվյալ տղամարդը չի կարող նախ առաջինը սովորացնել 1,
Իսկ երկրորդն էլ եթե մի երկու անգամ էլ աշխատի այդ ուղղության վրա, միևնույնն է հիասթափվելու է որոշակի կետից։ Երբ որ ասում ենք դաստիարակենք, իմ համար միշտ այդ շատ ծիծաղելի է, ինչի համար։ Մարդուն կարող ես ինչ-որ տեխնիկա սովորեցնել, այդ բան չունեմ ասելու, բայց եթե էներգիաներով մարդիկ իրարից շատ տարբեր են, եթե այդ կինը կամ տղամարդը, եկեք չսահմանափակենք, էլի ոչ մի բան, կինը կամ տղամարդը ոչ էներգիապես, ոչ ցանկություններով, ոչ արագաշարժությամբ, ոչ դանդաղաշարժությամբ իրար չեն համապատասխանում։ Ինչը պիտի դաստիարակել այդ հնարավոր բանը։ Դա գրեթե հնարավոր բան չի, սկսենք այդ կետից, դրա համար ասացի, որ այդ ամեն ինչ իրականում շատ ծիծաղալի է եւ իրականության հետ բացարձակ կապ չունի։ Բերեմ տարական օրինակ, զույգերը ամուսնանում են եւ խոսում ենք, չէ, որ իրար սեռական կարիքների մասին բացարձակապես պատկերացումներ չեն ունենում։ Եվ օրինակ ամուսինը ցանկանում է ունենալ հարաբերություն շաբաթը կամ ամիսը մեկ անգամ, իսկ ինքը գրեթե ունի ցանկություն ամեն օր կամ օրը մեջ։ Դա սեքսոլոգիական բավականին լուրջ խնդիր է եւ շատ են դիմում տվյալ զույգերը բժշկի հասկանալու համար ոնց կարող են իրենց սեռական կյանքը բարելավել։ Կրկին այո, բավականին երկար աշխատանք է պահանջում, ու մենք չգիտենք իրականում ինչ կլինի վերջում, քանի որ տվյալ մարդիկ իրենց սեռական կարիքների մասին բացարձակ պատկերացումներ չունեն։ Ու երբ որ մենք շատ խոսում ենք, որ տղամարդը երբեմն ունի շատ ցանկություն, դավաճանում է եւ այլն, դա իրականում սեռական ցանկության հետ էլ գրեթե կապ չունի։ Դա ավելի շատ միգուցե վարքային դրսևորումների մասին է խոսում, ավելի կմանրամասն է չէ՞։ Իսկ քանի որ մենք հիմնականում ունենք զույգեր, ինձ դիմող զույգերի մեջ, երբ որ կանայք ավելի շատ սեռական ցանկություն ունեն, մշտապես գտնվում են ոչ բավարարված վիճակում եւ չեն կարողանում համոզել տղամարդուն, որ նա դիմի բժշկի, բարձրացնի սեռական ցանկությունը, որպեսզի իրենք ինչ-որ մի բան հասկանան իրենց սեռական կյանքից։ Բարձրացնել լինում է։ Երբեմն այո, նայած թե ինչի արդյունքում մենք ունենում նմանատիպ պատկեր, գիտեք, երբ որ մենք խոսում ենք սեռական հարաբերություններից, դավաճանություններից եւ այլն, ամեն ինչ շատ կարեւոր է, անգամ մինչեւ բնավորության գծերը, անգամ մինչեւ արձագանքը սեռական խանգարմանը տվյալ պարագայում, օրինակի համար բերեմ մի փոքր օրինակ, ամուսնու մոտ օրինակի համար մենք երբեմն ունենում ենք էրեկցիայի խանգարում, որը ամբողջովին նորմալ կարող է լինել, բայց կինը կարող է այնքան բուռն արձագանքել այդ ամեն ինչին, որ միգուցե դու ունես այլ կապեր, միգուցե դու ինչ չես սիրում, կամ ամբողջովին այլ բաների մասին ես մտածում, մինչև տվյալ տղամարդու մոտ արդեն զարգանա կայուն էրեկցիայի խանգարում հոգեցին բնույթի։ Եվ դա էլ այո, երբեմն մարդկանց չիմացության արդյունք է, գիտելիքների պակասի արդյունք է, նրբանկատության բացակայություն է, հա, ոնց որ Էլի նույն սեռական դաստիարակության եւ ընդհանրապես դաստիարակության։ Ոնց որ կանայք են ասում, որ տղամարդը շատ անտակտ է երբեմն եւ նրբանկատ չէ, չի տեսնում այն ամեն ինչը, ինչը որ ես ուզում եմ լսել, կամ չգիտեմ, նույնը նաեւ տղամարդիկ են երբեմն ասում, ուղղակի տարբերություն կանանց տղամարդիկ ավելի դժվար են արտահայտվում, որտեւ մեր հասարակությունում կա մի վիճակ, որ տղամարդիկ սեռական խնդիրների մասին ավելի քիչ են խոսում, որովհետև կարծում են, որ դա ավելի շատ թուլության նշան է։ Չնայած վերջին տարիներին շատ գովելի է, որ ցանկացած տղամարդ, ով ունի սեռական խնդիր, բավականին լավ դիմում է բժշկի, պատմում է այդ մասին, փորձում է լուծումներ գտնել եւ այլն։ Իսկ այ ասում եք ունեք նաև այդպիսի այցելուներ, որոնք գերադասել են ամուսնանալ ավելի համեստ իրենց կարծիքով, չնայած դա շատ հարաբերական է եւ ավելի, այսպես ասած, տնական աղջկա հետ։ Այ ինձ միշտ մի հարց է հետաքրքրում, եթե տղամարդը ունի կյանքի փորձ եւ սեռական այդ փորձը, որ իրեն թույլ է տալիս հասկանալ ինչ է ինքը ուզում։ Երբ նա հանդիպում է նման կնոջ, որոշում է ամուսնանալ նրա հետ, արդյոք այդ պահին նա չի գիտակցում, որ բացարձակապես ոչ մի կապ այդ կնոջ հետ սեռական ոլորտում չունի, որովհետև չկա այդ էներգիան, չկա այդ կնոջ մոտ այն սեքսուալությունը, որը ինքը ուզում է, թե գիտակցաբար են գնում դրան սովորաբար։ Երբեմն գիտակցում են, երբեմն էլ ունեն չհիմնավորված ինքնավստահություն, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի։ Իհարկե եկեք միանշանակ չխոսենք, որ այն մարդիկ, ովքեր ունեն բավականին երկար սեռական կյանքի փորձ, դրանց միությունը
անփորձ կնոջ հետ միշտ ձախողվում է, ուղղակի կա ձախողման բավականին մեծ հավանականություն։ Իհարկե կան զույգեր, եթե տվյալ տղամարդու մոտ կա էմոցիոնալ, ռոմանտիկ, սիրային դրսևորումներ, տվյալ հարաբերությունները կարող են տևել շատ երկար, մինչև կյանքի վերջ առանց ոչ մի խնդրի, բայց նաև գիտեք, դա էլ է շատ գալիս ամեն ինչ դեպի հասարակությունից, որովհետև եկեք համաձայնենք, որ կան շատ տղամարդիկ, ովքեր գտնում են իրենց կյանքի պարտներին, ով որ չնայած գույս չի կամ ունի երեխա, բայց շատ դժվար է նրանց ինչ-որ մի քայլ անել եւ ամուսնություն ստեղծել տվյալ կնոջ հետ, որովհետեւ առաջինը մենք ինչ մաս ենք մտածում, հասարակության կարծիք, ինչ կմտածեն մարդիկ եւ այլն։ Եվ երբեմն այո, ամուսնանում են ուղղակի ինչ-որ մի աղջկա հետ, զուտ, որպեսզի նրանց ընտանիքի անդամները լինեն շատ գոհ։ Դա Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի բավականին տարածված երևույթ է։ Բայց ես չէ որ պիտի ձեզ ասեմ եւ կարծում եմ տղամարդիկ էլ շատ լավ գիտեն, որ շատ աղջիկներ կարող են ոչ մեկ անգամ, այլ մի քանի անգամ որպես կույս ամուսնանալ։ Միանշանակ։ Արդյոք ես ճիշտ եմ նկատել, որ շատ հաճախ տղամարդիկ ցանկանում են լինել խաբված գիտակցաբար, քան իմանալ ճշմարտությունը եւ գնալ իրենց ցանկության հետևից։ Երբեմն այո, որովհետեւ կան կանայք, ովքեր ոչ թե մեկ անգամ են վերականգնել կուսաթաղանթար 2-3, երբեմն 4, ու այնտեղ առավել եւս վերականգնելու տեղը չի մնացել։ Բայց անկախ ամեն ինչից ես կարծում եմ, որ վերջին շրջանում կանայք ավելի ինքնավստահ եւ ավելի գիտակից են դարձել եւ անգամ եթե նրանք ունեցել են մինչ այդ սեռական հարաբերություն, նրանք այդ մասին չեն թաքցնում, իրենց պարտներով հետ խոսում են, քննարկում են, որ ժամանակին ունեցել են որոշակի սիրային կապ եւ այլն, եւ միգուցե ամեն ինչ շատ լավ է լինում, տվյալ տղան էլ ընկալում է այդ ամեն ինչը եւ նրա համար իրականում շատ լուրջ խնդիր չի լինում եւ նրանք ունենում են շատ ֆանտաստիկ միություն։ Բայց նաեւ իհարկե կան կանայք, ովքեր որ այդ քայլի են դիմում, կարծում են, որ իրենց պարտները ոչ մի պարագայում չի կարող հասկանալ նրանց, առավելևս եթե պարտները մի փոքր ոնց որ իրանք են նկարագրում քյարթվել լինում եւ ավելի հեշտ է ընդամենը 10 րոպեում վերականգնել տվյալ կուսաթաղանթը, ունենալ հարաբերություն, տեսնել արյուն, ուրախանալ, կարմիր խնձոր, ցնծություն եւ այլն։ Հետագան արդեն ինչ կլինի, այդքան էլ էական չի։ Այսինքն ամեն դեպքում ես ճիշտ եմ, որ շատ հաճախ նրանք գերադասում են լինել խաբված։ Այո։ Բայց վերջին շրջանում կա այդ տենդենսը, երբ որ կանայք իրականում ոչինչ բաներ չեն ուզում անեն, ես վերջերս մտածում եմ, որ հայտնվեն կանայք, ովքեր չասեն, որ մենք խաբվել ենք, որ մենք, չգիտեմ, հարաբերություն ենք ունեցել մի կերպ, այլ լինեն կանայք, ովքեր ասեն, այո, ես սիրահարված եմ եղել, ես հասկացել եմ, որ ինձ պետք է սեռական հարաբերություն ունեցել եմ եւ այսօր չունեմ կուսաթաղանթ եւ ցանկանում եմ վերականգնել։ Դա ավելի անկեղծ մոտեցում է, քան բոլոր այն կանայք, ովքեր որ ժամանակին ունեցել են պարտներներ, ունեցել են շատ լավ հաճույք, բայց ինչ-ինչ պատճառներով նրանք այսօր պետքա այլ հարաբերություն ունենան, պետքա ամուսնանան որպես կույս, բայց այդ ամեն ինչ ներկայացնեն որպես խաբկանքի նվաստացած լինելու արդյունք։ Այդ ձեր խոսքի մեջ էլ ասացիք, որ վերջերս ավելի շատ են դեպքերը, երբ որ տղամարդիկ իրենց պարտներին գտնում են ավելի տարիքով մեծ, երեխաներ ունեցող, փորձառու կանանց մեջ եւ շատ հաճախ չէ, բայց էլի կան դեպքեր արդեն, որ նույնիսկ որոշում են ունենում են համարձակություն ամուսնանալ։ Եվ շատ հաճախ եմ լսում, թե հարց թե ինչու է այդպես ստացվում, ինչու են գնում ընտրում, երբ որ կան շատ աղջիկներ, այստեղ էլ է թաքնված հենց առաջնահերթ այդ սեռական ցանկությունը եւ փորձված ինչ որ մեկին ունենալու գաղտնիքը։ Սեռական ցանկությունը, ինչպես նաեւ ինչքան անկաշկանդ դուք լինես տվյալ մարդու հետ։ Նույն տղամարդիկ, երբ որ դավաճանում են իրենց կանանց ավելի փորձառու կանանց հետ, ովքեր որ օրինակ սեռական բնույթի ծառայություններ են մատուցում, հիմքում այն է, որ տվյալ կինը շատ ավելի անկաշկանդ է, ավելի շատ գիտի թե ինչ կարիքներ ունի տվյալ տղամարդը եւ այլն։ Ինչի մասին իր կինը ուղղակի գաղափար չունի։ Հա, եւ տեսեք դավաճանության հիմքում միշտ չի սեռական կարիքների բավարարումը, մի քիչ շատ ենք սեռականացնում այդ ամեն ինչը, բայց մենք խոսեցինք նաեւ այն հոգեբանական խնդիրները, այն բովանդակալից զրույցները, որը կարա լինի, եւ վերջերս ես մի տղամարդու հետ աշխատելու ընթացքում ինքը ասաց ինչքան է որ ես օգտվում եմ այս գործառայությունից, տվյալ կինը ինձնով ես կարծում եմ ավելի շատ է հետաքրքրված,
եւ ավելի հեշտ է նրա հետ քննարկումներ անձնական խնդիրներ, քան կնոջս։ Որովհետեւ ցանկացած բան, որ ես սկսում եմ պատմել, նա սկսում է ասել, որ դա խաբկանք է, իրական չի, դիմիր հոգեբանի, դիմիր հոգեբուժի եւ այլն։ Այսինքն բոլոր խնդիրները ավելի շուտ սկսվում են հենց հոգեբանական խնդիրներից։ Միանշանակ։ Իհարկե, այստեղ երևի առանձնացնենք մի բան, տեսեք, մարդու սեռական զարգացումը ասում է որոշակի փուլերով՝ ռոմանտիկ, էրոտիկ, սեքսուալ եւ այլն։ Հաճախ մենք տեսնում ենք կանանց, ովքեր որ սեռական զարգացումը կանգ է առել ռոմանտիկ փուլի վրա։ Օրինակ, նրանք 30 տարեկան են եւ ավելի շատ հաճույք են ստանում օրինակ փափուկ արդյունք մեծ խաղալիք ստանալուց կամ ոնց սեռական հարաբերությունից։ Բայց միևնույն ժամանակ կան որոշակի փուլեր, օրինակ, ավելի շատ տղամարդկանց մոտ է հանդիպում, դա սեռական գենիտալ տիպն է, երբ որ ցանկացած գրգիր կամ օրինակի համար էրեկցիա, դա նշան է, երբ որ նրանք պետք է ունենան հարաբերություն եւ առանձնապես այդքան էլ էական չի թե ում հետ։ Այդ տղամարդիկ իրականում միգուցե այդքան էլ շատ չեն, չնայած որ կանայք ներկայացնում են, որ բոլոր տղամարդիկ դավաճան են, չէ՞, բավականին շատ ենք լսել, հերիքա մի հատ գրգռվեն ու նրանք պատրաստ են դավաճանելու եւ այլն, իրականում տենց չի, բայց նմանատիպ տղամարդիկ կան։ Եվ ցավոք սրտի պետք է ասեմ, որ տվյալ տղամարդիկ իրականում ինտելեկտուալ ունակություններով այդքան չեն փայլում եւ չունեն ընտրելու ունակություն, անգամ բնության մեջ կենդանիները, թռչունները, չգիտեմ, կապիկները, նրանք ընտրում են իրենց զուգընկերներին հոտով, տեսքով եւ այլն, մարմնակառուցվածքով, բայց փաստորեն տվյալ մարդիկ անգամ այդ ունակություններն չունեն, որը իհարկե շատ ցավալի է։ Ես ինչպես էլ խոսենք, ինչի մասին էլ խոսենք, ես միևնույն է հասկանում եմ, որ մեր բոլոր խնդիրները գալիս են մեր կրթության պակասից։ Եվ շատ ցավալի է, որ ունենք այս տեսանը, բայց նաև կարծում եմ իսկապես դուք էլ նշեցիք բազմիցս, որ երիտասարդ սերնդի մեջ շատ բան է փոխվել։ Իդեպ ես հասկացա, որ ես խմած ավելի լավ եմ խոսում եւ ավելի անկաշկտ։ Շատ լավ է։ Շարունակենք։ Շատ համով գինի։ Հիմա ուզում եմ այս հարցը իմ հյուրերին, տղամարդ հյուրերին, որոնք այնքան էլ շատ չեն եղել, շատ եմ տվել, բայց նաև կանանց եմ տվել, ով է, ինչպիսին է գեղեցիկ, սեքսուալ կինը, ով է այն կինը եւ ինչպիսին է նա, որին տղամարդը անմիջապես կնկատի, որ չի կարողանա անտարբեր անցնել, ինչպիսին պետք է լինի նա։ Ամենասեքսուալ կինը դա ինքնավստահ եւ ինքնաբավ կինն է։ Միանշանակ, որովհետեւ տղամարդիկ էլ, եթե նկատել եք, հիմնականում ամեն ինչ անում են հասնելու այն կանանց, ովքեր որ շատ ինքնավստահ են, ովքեր որ ինքնաբավ են, ովքեր չունեն կախվածություններ եւ կապվածություններ տղամարդուց, եւ տեսնում ենք, որ տվյալ կանանց համար շատ են պայքարում։ Եվ մնացած կանայք, ովքեր որ շատ հասանելի են, ովքեր որ անմիջապես հարմարվում են տղամարդու բոլոր կարիքներին, տվյալ կանայք երբեմն տղամարդկանց համար ավելի անհետաքրքիր են դառնում։ Այսինքն ոչ չափերը, ոչ տարիքը, ոչ հասակը, ոչինչ կարևոր չէ։ Նախասիրությունների հարց է ցանկացած բան։ Այսինքն բոլոր սեռական խնդիրը միայն սեռական կյանքի բացակայությունը։ Մնացած ամեն ինչ նորմալ է։ Իրականում մենք ունենք, այո, հարաբերությունների ֆորմատ, երբ որ երիտասարդ տղան հարաբերություն է ունենում ավելի տարիքով մեծ կնոջ հետ, նույնը հակառակը։ Եկե խոսքը չի վերաբերվում դա պեդոֆիլիան եւ մնացածին, որոնք շատ ծանր հանցանքներ են եւ քրեորեն բաժելի, մնացած ցանկացած պարագայում մենք կարող ենք համարել, որ սեռական կյանքը ստացված է, եթե զույգերից երկուսն է գոհ են։ Այսինքն ես ծանոթներ ունեմ, որոնք շատ են նեղ սրտում հենց այդ պատճառով, որ իրենց տղաները գերադասում են տարիքով մեծ կանանց, նրանց խորհուրդ տանք այդքան չանհանգստանալ, դրանում ոչ մի վատ բան չկա։ Երբեմն կանայք, ավելի շատ կանայք փորձում են մեխանիզմներ ստեղծել, մշակել, որ տղամարդկանց ավելի դուրեկան լինեն, ըստ իրանց մտածելակերպի, փորձում են օրինակի համար, չգիտեմ, բավականին թանկանոց ներքնաշորեր գնել, հաճախում են ֆիթնես եւ այլն, բայց ուզում ասեմ, եթե տվյալ տղամարդը արդեն սկսել է այլ կապերի առկայությունը եւ առանձնապես իր կնոջով հետաքրքրված չէ,
այդ ամեն ինչը չի կարող փրկել հարաբերությունները։ Դա շատ մակերեսային պատկերացումներ են։ Այդ նույնն է, երբ որ դու ունենաս դեպրեսիա եւ որոշես փոխել մազերիդ գույնը։ Եվ քո կյանքում ամեն ինչ լինի լավ, իհարկե չի լինի ամեն ինչ լավ։ Ես այստեղ մի քանի հարց եմ պատրաստել, որոնք ուզում եմ տենց արագ տալ եւ արագ առանց երկար մտածելու պատասխաններ ստանալ, ոչ շատ երկար, այսինքն այսպես ասած բլից հարցեր։ Բայց դեր քանի որ ձեր թեմայի մեջ է, չեմ կարծում որ խնդիր կլինի։ Եթե մի բան պետք է ասեք բոլոր այն կանանց, ովքեր իրենց այլևս ցանկալի չեն զգում, ինչը կլինի դա։ Եղեք ինքնավստահ։ Որն է ամենամեծ սխալը, որ մարդիկ անում են սեքսի եւ հարաբերությունների մեջ։ Անկեղծության բացակայությունը։ Մեկ նախադասությամբ, լավ սեքսը ավելի շատ տեխնիկա է, թե համարձակություն։ Ավելի շատ համարձակություն։ Սիրում եմ, բայց չեմ ուզում, ինչ ախտորոշում եք դնում։ Բավականին լուրջ աշխատելու հարցը ախտորոշում չեմ կարող դնել։ Չեմ դավաճանում, բայց բոլորի հետ ֆլիրտ եմ անում։ Վտանգավոր է թե նորմալ։ Շատ վտանգավոր կարա լինի երբեմն։ Սեքս կա, բայց կապ չկա։ Բուժելի հիվանդություն է թե անբուժելի։ Պետք չի բուժել, եթե երկուսն է գոհեն շատ լավ։ Կարծում եմ այսօրվա համար հերիք էր։ Եվ ես մեր զրույցի վերջում գիտեք ինչ հիշեցի, ձեր Instagram-յան էջի վրա հաճախ տեսնում եմ, որ ձեզ գրում են չեք ամաչում, ինչերից եք խոսում։ Այսօր ենք հասել, դուք էլ հումորով ասում եք, հասել ենք ինչ-որ միտեղ։ Եկեք երկրորդ հաղորդումը ստեղծենք եւ ես խոսամ շերտավոր գաթայի բաղադրատոմսից։ Եվ ինչու՞ միայն գաթայի, շիլակի, գելակի։ Շատ շնորհակալ եմ, որ եկաք, շատ հետաքրքիր էր, կարծում եմ մեր հանդիպումները մի քիչ ավելի հաճախ կլինեն։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Ես ինքս մտածում եմ, որ պետք է շատ քիչ հաղորդումների ներկա գտնվեմ, բայց հենց առաջին կապից, երբ որ մենք հանդիպեցինք, ես հասկացա, որ ես պետք է այս հաղորդմանը անպայման ներկա գտնվեմ։ Շնորհակալ եմ շատ։ Ուրախ եմ, որ նման կարծիք եք ձևավորել ձեր մեջ։ Ուրախ եմ եւ ինձ էլ շատ հաճելի է, ելի հետևորդներ, դուք անպայման բաժանորդագրվեք Տաբու YouTube-յան ալիքին, որովհետեւ այսուհետ դոկտոր Անդրոնիսը շատ հաճախ է ինձ հյուր գալու եւ մենք շատ հետաքրքիր թեմաներ ենք խոսելու։ Կհանդիպենք։ Մեր գործընկերն է Կինեագինին, նրբահամ եւ համեղ գինի, սպիտակ եւ կարմիր տարբերակներով։ Կինեայի գինիները ձեռք բերելու համար կարող եք գրել Կինեայի Facebook-յան եւ Instagram-յան էջերին։ Մեր գործընկերն է Վայրի ապրանքանիշը պահածոների իր չկրկնվող տեսականիով։ Յուրահատուկ համեր, որոնք իսկապես անմահական են։ Անձամբ փորձել եմ, փորձեք նաև դուք։ Վայրի, զգացեք վայրի բնության համը։ Մեր գործընկերն է Art Embassy ցուցասրահը։ Հենց այստեղ են տեղի ունենում մեր նկարահանումները։ Շնորհակալություն հրաշալի միջավայրի եւ տաղավարը մեզ տրամադրելու համար։